մամաս տարիները կասեր մի հատ մեջ կձիկ։ Այս 3 տարին շատ արագ անցավ, անդադ հագեցած էր նոր հանդիպումներով, տարբեր փորձագետների հետ ծանոթություններով։ 5 տարի անց, երբ որ հետ նայեմ այս օրերը հիշեմ ու ԱԲՍ-ին հետ կապված դեպքերը հիշեմ, իմ կարծիքով առաջինը մտքիս գալու է ընկերանալիքի ու մեր ուրիշ դասատուների պատրաստակամությունը։ Իմ երազանքը դառնալ AI հետազոտող, այս երազանքը հայտնվել է նախ եւ առաջ իմ դասատուի ընկեր Տիգրանի օրոք։ Առաջի անգամ որ կոդ աշխատեց, դե ուրախություն զգացի։ Իմ համար ամենաոգևորիչը արհեստական բանականություն ստեղծելու շրջանում դա իմ պապիկի արձագանքն է, նույնիսկ ամենափոքր աշխատող ինչ-որ ծրագիր է, ինչ-որ զարմանալի բան է եւ նա միշտ ինձ արձագանքում է. «Ոնց էս դու ես ստեղծել»։ Մենք ավելի հեշտ կգանք AI-ի հետ հայտարարի, քան հիմա եմ կարծում։ Սիրելի ապագա ես։ Սիրելի ապագա ես։ Սիրելի ապագա ես։ Բարև։ Բարև։ Բարև Տիգրան։ Գրում եմ քեզ 2026 թվականից։ Մեր միջև արդեն 5 տարվա հեռավորություն կա։ Հավանաբար ես արդեն այնտեղ եմ, որտեղ ավիատիեզերական ճարտարագիտությունն ու ԱԲ-ն իրականություն են։ Հուսով եմ, կյանքի անվերջ փոփոխվող հոսքը քեզ չի կանգնեցրել, եւ դու սովորում ես MIT-ում, ինչպես միշտ երազել ենք։ Հուսով եմ, որ 5 տարի անց դու սովորում ես Abu Dhabi-ում Artificial Intelligence համալսարանում։ Ես նոր նամակ ուղարկել եմ եւ սպասում եմ իրենց արձագանքին։ Շարունակում ես մագիստրատուրան միջավայրի ճարտարագիտության կամ կենսաինֆորմատիկայի ուղղությամբ, բայց զուգահեռ չես թողել ջութակը։ Հա, մեկ էլ, հուսով եմ, որ Սկորպիոնսի համերգին արդեն գնացել ես, կամ հենց հիմա տոմսը ձեռքումդ է։ Իսկ հասցրել ես արդեն հիմնել քո ստարտափը։ Եթե թիմ ես հավաքում, չմոռանաս վերցնել մեր դասանի բոլոր աղջիկներին, որովհետև ամենաաշխատասերն իրանք են։ Կուզենայի հրթիռը նախագծեի, դասընկերներիս իմ թիմ կվերցնեի, բայց իրենք այդ ոլորտում դժվար ուզենան աշխատել, բայց կհամոզենք մի քանի հոգու։ Իսկ ինչ կասես AI-ի մասին բժշկության ոլորտում։ Զարգացրեցիր մեր գաղափարը։ Այն դարձավ առաջին քայլը մեր կարիերայում։ Շատ հուսով եմ, որ արդեն ավարտին ես հասցնում նաև արհեստական բանականության սերունդում սկսած մեր խելացիտ նախագիծը, որը մեզ պետք է թույլ տա չվատնել սնունդը, երբ դրա կարիքն ունեն աշխարհի տարբեր վայրերում։ Աշխարհի եւ ԱԲ-ի ապագան ես պատկասնում եմ շատ հետաքրքիր։ Հուսամ, որ 5 տարի անց ԱԲ-ն արդեն հեղաշրջել է կրթությունը։ Կուզեմ, որ Հայաստանը առաջիններից լինի երջանկության ինդեքսում։ Հուսով եմ, որ այս ոլորտը այնքան զարգանալու, որ հայկական նոր արբանյակներ տիեզերք թողնելը արդեն ինչ-որ մեգանորություն չի լինելու։ Ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, վստահ եմ, պապիկի մեքենան միևնույն է ամենաջերմը կմնա։ Վերջում ուզում եմ քեզ մի հիշեցում թողնել։ Բաց մի թող ոչ մի հնարավորություն։ Աշխատիր, զարգացիր ու վայելիր կյանքը։ Մի դադարիր առաջնորդել եւ ստեղծել։ Միշտ հիշի, այն միտքը, որ սերմանել ես քո մեջ։ Ինչ նախագիծ էլ ստեղծես, միշտ ներառելու ես հայերեն լեզուն։ Պահպանիր ինքնությունը, ցույնյաց ամրությունդ ու կապանցու տեսակդ։ Այն ամենի համար, ինչին դու կհասնես, շնորհակալ եղիր քեզ եւ քո հայրենիքին։ Դե ինչ, մնաս բարով։ Մինչ հանդիպում վաղ ապագայում։ Սիրով, քո անցյալի եսը։ Սիրով ու մեծ հույսերով, Աննայից։ Լավագույն մաղթանքներով քո ներկա ես։